Երբ ամեն անգամ ես պատմում եմ այս միջադեպը ընկերներիս, նրանք ժպտում են։ Ես սիրում եմ այն միջավայրը, որում ծնվել ու մեծացել եմ։ Դա Մոսկվայի Մարինա Ռոշչա կոչվող շրջանն է։ Հիմա այնտեղ շատ նոր շինություններ կան, իսկ երբ ես ավարտել էի կրկեսային ուսումնարանը, Մարինա Ռոշչան դեռ պահպանում էր իր հին տեսքը։ Մենք ապրում էինք փայտե մի տնակում, եկեղեցուց ոչ հեռու։ Ուրախություն ինձ, այդ եկեղեցին դեռ չէին քանդել։ Մայրս շատ էր անհանգստանում ինձ համար, երբ ես մեկը մյուսի հետևից ընդունվում էի տարբեր ինստիտուտներ եւ անավարտ էի թողնում դրանք։ Ու երբ վերջապես 1959-ին ես ավարտեցի կրկեսային ուսումնարանը եւ տուն բերեցի դիպլոմը, որում հաստատված էր, թե ես արտիստ եմ, ծաղրացու ու միմոս, ապա մայրս, ինչպես աշխարհի բոլոր մայրերը, ուրախությունից լաց եղավ։ Հետո հիշում եմ, ընկերներիս հետ գնացինք ինչ-որ համերգի ու մայրս մնաց մենակ։ Նա շատ էր ցանկանում իր ուրախությունը կիսել ինչ-որ մեկի հետ, ուստի գնաց հարևանուհու մոտ։ Հարազատներից այդտեղ ոչ ոք չկար, իսկ մայրս շատ էր ուզում գոնե մեկին ասել, որ իր տղան վերջապես կայացել է, իբրև ինքնուրույն մարդ եւ մասնագիտություն ունի։ Այդ հարևանուհու տղան իմ հասակակիցն էր։ Սովորել էինք միևնույն դպրոցում, որն ավարտելուց հետո նա դարձել էր վարորդ։ Եվ ահա, մայրս արցունքներն աչքերին հուզված ներս վազեց հարևանուհու տուն եւ մեկնեց նրան իմ դիպլոմը։ Տես, Մաշա, տես։ Իսկ հարևանուհի Մաշան կարդաց դիպլոմում գրված իմ մասնագիտությունը եւ սկսեց սփոփել մորս։ Ոչինչ, Տոնիչկա, շատ մի վշտացիր, մի լացիր։ Վերջապես լավ թե վատ, դա էլ մասնագիտությունը։ Ոչ մի հորինած խոսք, ոչ մի գեղեցիկ գրվածք չի հավակնում առավել դիպուկ նախաբան դառնալ Լեոնիդ Ենգիբարովի կենսագրությանը, քան իր իսկ պատմած հիշյալ միջադեպը։ Ըստ էության դա սոսկ զավեշտալի պատահար չէր, որ վկայում էր, թե որքան միամիտն էր կամ աննրբանկատ հարևանուհի Մաշան։ Ամենևին, պարզապես այն ժամանակ, դերևս ինչպես նաև հիմա, մարդկանց համար անհասկանալի էր, իսկ որոշ չափով անընդունելի ծաղրածուի գործն իբրև մասնագիտություն։ Գոյություն ունի մի զարմանալի հակասություն։ Մարդիկ պատրաստ են ժամեր շարունակ գամբաց հետևել ծաղրածուի ելույթին, հրճվել, ծիծաղել, խանդավառությամբ ծափահարել նրան, պարգևած անմոռանալի պահերի համար։ Սակայն նույն այդ մարդիկ մեծամասամբ հակված են երբեմն քամբարանքով խոսել ծաղրածույության, իբրև մասնագիտության մասին։ Պատմության փորձը ցույց է տվել, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր միջավայրերում անխտիր ծաղրածուները համարվել են հասարակության գործնական կյանքի հունից դուրս հայտնված մարդիկ, բայց եւ այնպես նրանց գոյությունը կենսական նշանակություն է ունեցել հասարակության համար։ Նրանց հեգնում էին, փնովում, անվանում անբաններ ու անպիտաններ, հաճախ նաեւ հետապնդում էին։ Սակայն նրանց եւ ոչ մի ելույթը անտարբեր չէր թողնում թե աղմկաշատ հրապարակներում հավաքված հասարակ հանրությանը, եւ թե պերճաշուկ դղյակներում ապրող բարձաշխարհիկ խավին։ Կարճ ասած, հանձին ծաղրածուների հասարակությունը միշտ տեսնում էր իր կենսական օրենքների հետ հակասության մեջ մտած մարդկանց, առանց որոնց սակայն նույն հասարակությունը պարզապես չէր կարող ապրել, եւ դա զարմանալի չէ։ Ըստ էության, ծաղրածուների գոյությունը պայմանավորված էր հանրության ինքնակնդատության ներքին, մնացդային պահանջով, ինչը խիստ անհրաժեշտ պայման էր մարդկային համակեցության բարոյական նորմերը մշտապես վերարժևորելու եւ հղկելու համար։ Ուստի օրինաչափ էր, որ հին ժամանակներում միայն ծաղրածուներին էր վերապահված իրավունքը առարկել ու ծաղրել թագավորներին։ Բնականաբար, Ենգիբարովների հարևանուհին այդ ամենի մասին չգիտեր։ Ասելով, թե ծաղրածու լինելը նույնպես մասնագիտություն է, նա պարզապես սփոփում էր Անտոնինա Անդրեևնային, Լեոնիդի մորը, եւ այդ սփոփիչ խոսքերի մեջ դժվար չէ կռահել ենթատեքստը։ Իրականում, հարևանուհին, ինչպես իր ժամանակի տասնյակ միլիոնավոր մարդիկ, արդեն հասկանալի պատճառներով կարծում էր, թե ծաղրածույությունը բնավ մասնագիտություն չէ, ու թեև այդպես կարծելու համար նրա փաստարկները չափազանց պարզունակ էին ու միամիտ, այնուհանդերձ նա երիցս ճիշտ էր։ Տարիներ անց ինքը, Լեոնիդ Ենգիբարովը, հարցազրույցներից մեկում ասելու էր. ծաղրածուն մասնագիտություն չէ, այլ աշխարհայացք։ Եթե դուք հենց այդպես ծաղրածուի աչքերով եք նայում աշխարհին, ապա ինչով էլ զբաղվեք, միևնույն է, դուք ծաղրածու եք։ Դա լոկ գեղեցիկ կարգախոս չէր, այլ սեփական կենսակերպով հաստատված ու ամրագրված ճշմարտություն։ Այն խոստովանում էր մի մարդ, ով ցանկացավ քանդել միլիոնների պատկերացումներում ձևավորված պարզունակ կարծրատիպերը ծաղրածուի մասին,
կարողացավ տարրական զվարճանքի նպատակով կրկես եկող հանդիսատեսին վարակել իր խոհերով ու հույզերով։ Իզորու գտնվեց հմայել նրանց սրտերն ու ծիծաղի փոխարեն կորզել նրանցից հրճվանքի երջանիկ արցունքներ։ Եվ այդ ամենին հասնելու համար նա որդեգրել ու աշեղորեն հետևում էր մի սկզբունքի, ոչ թե ապրել է պետք մասնագիտությամբ, այլ պետք է ապրել մասնագիտությունը։ Եվ այն ժամ այն երջանկություն կպարգևի մարդկանց։ Հենց այդպիսին մնաց միլիոնների հիշողության մեջ աշունը սրտում ծաղրացում, անկրկնելի Լեոնիդ Ենգիբարովը։ Լեոնիդ Ենգիբարովը ծնվել էր 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ Նրա հայրը Գեորգի Ենգիբարովը մասնագիտությամբ շեֆ խոհարար էր եւ աշխատում էր մետրոպոլ եւ Արմենիա ռեստորաններում, ուր պատրաստում էր հայկական ուտեստներ։ Մայրը ազգությամբ ռուս էր, ծնունդով Տվերի մարզի Գեղչուկներից։ Ընտանիքը ապրում էր Մոսկովյան Մադինա-Ռոշա կոչվող շրջանում, փայտե մի տնակում։ Չնայած որ ծնողները հեռու էին արվեստից եւ աչքի չէին ընկնում առանձնակի կրթվածությամբ, այնուհանդերձ նրանց բոլոր զավակներն էլ ցուցաբերեցին օժտվածություն ու սեր արվեստների հանդեպ։ Ավագ որդին Միխայիլը նկարիչ դարձավ, միջնեկը Հրաչյան ճանաչված ռեժիսոր, իսկ ահա կրտսերը Լեոնյան նախընտրեց կրկեսային արտիստի կարիերան։ Ճիշտ է, նախքան այդ ընտրություն անելը նա երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը նա ընդունվեց ոչ ավել ոչ պակաս ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն անմիջապես հասկանալով, որ այդտեղ ստացած կրթության հեռանկարներն իր սրտով չեն, նա կես տարի անց տեղափոխվեց ֆիզկուլտուրայի ինստիտուտ, ուր հղկում էր բռնցքամարտիկի իր արտակարգ տվյալները։ Այն ժամանակներում 50-ականների կեսերին նա գերազանց արդյունքի էր հասել բռնցքամարտի ասպարեզում։ 1953 թվականին Մոսկվայի առաջնությանը նա մեկը մյուսի հետևից 9 հաղթանակ տարավ ու պարտվեց միայն մեկ անգամ եւ արդյունքում զբաղեցրեց 3-րդ պատվավոր տեղը իր քաշային կարգում։ Սկսելով զբաղվել բռնցքամարտով 1952-ին, արդեն 2 տարի անց նա ուներ որակավորման առաջին կարգը, ինչը փայլուն ցուցանիշ էր, սակայն բռնցքամարտը եւս իզորու չեղավ բավարարելու Պատանի Լյոնիայի ձգտումները։ Իսկ ինչի էր նա ձգտում։ Այդ բանը ոչ ոք չգիտեր, ոչ ընտանիքում, ոչ ընկերական շրջապատում։ Թերևս չգիտեր նույնիսկ ինքը։ Գիտեր միայն, որ այն բոլոր մասնագիտությունները, որ փորձել էր, եւ նրանք, որոնք դեռ կարող էր փորձել հարազատների խորհրդով, իր սրտով չեն։ Ամեն անգամ սիրտը նույն բանն էր շշնջում. սա քոնը չէ, դու դեռ գտնելու ես քո իսկական կոչումը։ 1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում առաջին անգամ բացվեց ծաղրացուների պատրաստման բաժինը։ 20-ամյա Լյոնյան հանկարծակի վճիռ կայացրեց ընդունվել այնտեղ։ Իր մտերիմներից շատերը տարակուսանքի մեջ էին, կային նաև այնպիսիք, ովքեր շատ հանգիստ վերաբերվեցին դրան։ Ինչ կա որ, Լյոնյան է, մի քիչ կսովորի, կգնա ու վերջ, հետո էլ մի ուրիշ բան կճարի։ Բայց նրանք սխալվում էին։ Պարզվեց, որ դա հենց այն ճակատագրական ու վերջնական ընտրությունն է, որի մասին անդադար շշնջում էր նրա սիրտը։ Ես հիվանդացա կրկեսով։ Ես համոզված եմ, որ մարդը միշտ երազում է ունենալ այն, ինչը չունի։ Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր կոմիկ երազում է Համլետ խաղալ։ Երբ ես փոքր էի, ընտանիքիս բոլոր անդամներից տարբերվում էի հումորի իսպառ բացակայությամբ, ինչը թերևս վճռորոշ դեր ունեցավ կրթական հաստատության, կրկեսային եւ էստրադային ուսումնարանի ընտրությանս գործում։ Երկար մտորումներից հետո ես վերջապես հասկացա, որ դա ճիշտ ընտրություն էր։ Ինչն էր ինձ ողջևորում։ Երևի հումորի զգացում ձեռք բերելու հույսը, իսկ եթե լուրջ, կրկեսի անսահման հնարավորությունները։ Այդպես ես դարձա ծաղրացու։ Նա շատ ուշ է մտել կրկես։ Զբաղվել է բոքսով, Մոսկվայի չեմպիոն է եղել ու հանկարծակի ընդունվել է Մոսկվայի կրկեսային ուսումնարան։ Ու տեսեք, 59 թվականին ավարտել է, նա քանի տարեկան էր, 35 եւ 59։ 24 տարեկանում նա ավարտեց կրկեսային ուսումնարանը եւ աշխատեց մինչև 1972 թվական։ Եվ այդ կարճ ժամանակաշրջանում
Նա հրաշքներ գործեց, ստեղծեց ենգիբարյանական ուղղվածությունը կրկեսում։ Ես կասեի ավելին ենգիբարյանական գաղափարախոսություն ստեղծեց։ 1959 թվականին ավարտելով ուսումնարանը Լեոնիդը մեկնեց Երևան, ուր ընդգրկվեց հայկական կրկեսի արտիստների խմբում։ Այնուհետև հետևելու են Մոսկվան, Լենինգրադը, Օդեսան եւ էլի շատ քաղաքներ, բայց հենց այստեղ Երևանում նա արեց իր առաջին քայլերը պրոֆեսիոնալ կրկեսի մանեժում։ Մինչև դրա թոք աշխատելը կրկեսում, միշտ ավարտողին կրկեսային ուսումնարանի կցում էին այս կամ այն կոլեկտիվին կամ այս կամ այն կրկեսին, որտեղ նա անցնում էր պրակտիկա։ Ու նա հայկական կրկեսային կոլեկտիվում երբ եկավ, մի անգամից բոլորի մոտ այն ժամանակ ես փոքր էի, իհարկե չէի աշխատում, ես հետագայում միացա իրենց, բոլորի մոտ ստեղծվեց այն տպավորությունը, որ վերջապես հայկական կրկեսում ծնվել է մի արքա, կրկեսային գիգանտ։ Հարկ է նշել, որ ի տարբերություն այն ժամանակների ծաղրացուների մեծամասնության, ովքեր ուրախացնում էին հանդիսատեսին ստանդարտ ու ծեծված հնարքներով, Ենգիբարովը գնաց բոլորովին այլ ուղիով, եւ երևի թե առաջինն էր, որ ստեղծեց կրկեսում պոետիկ ծաղրացուի կերպարը։ Նրա ռեպրիզների հիմնական նպատակը հանդիսատեսից ծիծաղ կորզելը չէր, այլ ստիպել նրան մտածել ու խորհել։ Նրա առաջին քայլերը արդեն իսկ հակասական վերաբերմունք առաջացրեցին կրկեսասեր հանրության ու գործընկերների միջավայրում։ Այն հանդիսատեսը, որ սովոր էր կրկես գնալ զվարճանալու, այլ ոչ թե մտորելու համար, հիասթափված էր նման ծաղրացուից։ Գործընկերներից շատերն արդեն խորհուրդ էին տալիս նրան փոխել մտածող ծաղրացուի ամպլուան, սակայն Ենգիբարովը համառորեն շարունակում էր զարգացնել ու կատարելագործել իր ոճն ու ձեռագիրը։ Նա չհրաժարվեց ընտրած ճանապարհից եւ շուտով ապացուցեց, որ կանգնած էր ճիշտ ուղու վրա։ Ես բացարձակապես չեմ օգտվում կեղծամներից։ Իմ բեմական հագուստը համարյա թե նույնն է, ինչ կյանքում։ Ես չեմ տստզում, չեմ աղաղակում մանեժում։ Ես լռում եմ, եւ այդ լեզուն հասկանալի դարձավ հանդիսատեսին։ Ծաղրացուն դա մարդ է, ով սովորականի մեջ գտնում է անսովորը։ Դրանից էլ առաջանում է կոմիզմի էֆեկտը։ Բայց ես մանեժ եմ դուրս գալիս, ոչ միայն նրա համար, որ ծիծաղեցնեմ հարգարժան հանրությանը։ Ոչ, ես մանեժ եւ էստրադային բեմ եմ դուրս գալիս զրուցելու հարգարժան հանրության հետ։ Բարու եւ չարի, վեհանձնության եւ ստորության, սիրո եւ քնքշության մասին պատմելու։ Վերցրեք իմ ռեպրիզները, էտյուդներն ու մանրապատումները։ Դրանց հիմնական թեման մարդն է։ Նա տիրապետում էր կրկեսային արվեստի բոլոր ժանրերին, բոլոր անխտիր։ Այդպիսի ծաղրացու մենք չունենք, որ բոլոր ժանրերին նա տիրապետի։ Նա իր խաղացանկի մեջ օգտագործում էր կրկեսային բոլոր ժանրերը եւ այս կամ այն ժանրի վրա, հիմքի վրա ստեղծում էր իր ծաղրացողական կլոունադան, ռեպրիզը։ Դա համար մեկ մեծություն։ Եվ ամենակարևորներից մեկը նա էր, որ նա առաջինն էր մեր կրկեսային աշխարհում, որ դերասանի վարպետությունը եւ միտքը միացրեց կրկեսային հնարքին, կրկեսային տրյուկին։ Այդ դա տեղի ունեցավ հենց Ենգիբարյանի մոտ։ Ենգիբարովի ստեղծած հերոսը հեռու էր խորհրդային հանդիսատեսի պատկերացումներում ձևավորված ծաղրացուի կարծրակերպից։ Այդ հերոսը չէր համապատասխանում դասական ժանրի պահանջներին, որովհետև կոմիզմի հետ միասին, իսկ ավելի ստույգ կոմիզմի արտաքին խաբուսիկ հանդերձանքի մեջ պարուրած, հանդիսատեսին էր մատուցում դրամատիզմը, միայնության մեջ հայտնված, չհասկացված ու տառապող հոգիների հույզերի աշխարհը։ Երբ խորհրդային թերթերից մեկում լույս տեսավ հոդված, որում հեղինակը Ենգիբարովին անվանել էր «Աշունը սրտում ծաղրացու», ապա նա մեծ խանդավառությամբ ընդունեց այդ բնութագրականը, ասելով թե վերջապես ընկալեցին իր ստեղծած ժանրն ու գեղագիտության փիլիսոփայությունը։ Ծաղրացու, աշունը սրտում։ Հաճելի է լսել, որովհետև աշունը դա մտորումն է, իսկ չէ որ առանց մտորումի, առանց կյանքի հանդեպ ամենալուրջ վերաբերմունքի չկա ու չի կարող լինել իսկական ծաղրացու։ Այդ մասին ես հիշում եմ ամեն օր, ամեն երեկո։ Ըստ էության,
Դեռ տակավին երիտասարդ Ենգիբարովը հեղափոխություն կատարեց կրկեսում։ Հանդիսականը վերջապես ընդունեց նրա հաղորդակցման արտասովոր լեզուն, մարդասիրության նրա փիլիսոփայությունն ու ծաղրացուական արվեստի մատուցման կերպը։ Սակայն տարակուսելին այն էր, որ արդեն ընդունելի եւ սիրված դառնալով հանդիսատեսի կողմից, նա ստիպված էր դեռ երկար ժամանակ ապացուցել իր արվեստի եւ աշխարհայացքի գոյության իրավունքը գործընկերների մասնագիտական միջավայրում։ Պահանջվեց երկար ժամանակ, մինչև որ սովետական մանեժների առաջատար արտիստները վերջապես խոստովանեն նրա արվեստի հաղթանակը։ Յուրի Նիկուլինը հիշում էր. Երբ ես առաջին անգամ տեսա նրան մանեժում, նա դուր չեկավ ինձ։ Ես չէի հասկանում, թե ինչու էր Ենգիբարովի անվան շուրջ նման աղմուկ բարձրացել։ Իսկ 3 տարի անց, դարձյալ տեսնելով նրան մոսկովյան կրկեսի մանեժում, ես արդեն հիացած էի։ Նա փայլուն էր պահում դադարը, ստեղծելով փոքր-ինչ տխուր մարդու կերպար, եւ նրա ամեն մի ռեպրիզը ոչ թե զվարճացնում էր հանդիսատեսին, ոչ, այլ նաեւ բովանդակում էր իր մեջ փիլիսոփայական իմաստ։ Ենգիբարովը բառիսկ չարտաբերելով անդադար զրուցում էր հանդիսատեսի հետ, սիրո եւ ատելության, մարդու հանդեպ հարգանքի, ծաղրացուի զգայուն սրտի, միայնության մասին։ Եվ այդ ամենը նա անում էր հստակ, նուրբ եւ անսովոր։ Աշխատելով հայկական կրկեսային կոլեկտիվում, այնուհետև նա աշխատեց նաեւ Սայուզ Գոսցիրկ միավորման տարբեր խմբերում։ Եվ Ենգիբարյանին ուղարկում էին այն քաղաքները, որտեղ պլան չէին կատարում, ֆինանսական պլան երբ չէին կատարում, ուղարկում էին Լեոնիդ Ենգիբարյանին Խարկովում, Դոնեցկում, Կալինինում այն ժամանակվա, Տուլայում, ուղարկում էին Ենգիբարյանը 3-4 ամիս անշլագներ էր անում եւ պլանը կատարվում էր։ Բավական էր, որ ժողովուրդը դիտեր իրեն մեկ ներկայացումը, հետո նորից գալիս էին մի քանի անգամ էին դիտում։ Լեոնիդ Ենգիբարովի ժողովրդականության խելահեղաճի հետ մեկտեղ նրա վրա սկսել էին ուշադրություն դարձնել նաև այլ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև կինեմատոգրաֆիստները։ Դեռ 1956-ին նա նկարահանվել էր կոմունիստ կոչվող ֆիլմի փոքրիկ մի դրվագում, որում խաղացել էր գլխավոր հերոսին սպանող ավազակի դերը։ Սակայն դա ընդամենը ուսանողական տարիների զբաղմունք էր։ Իսկ ահա 1962-ին նրան արդեն առաջարկել էին խաղարկային կինոյում կերպարանավորել իր իսկ անձը։ Հայ ֆիլմի ռեժիսորներ Մալյանն ու Իսահակյանը մտադրվել էին նկարահանել ֆիլմ ծաղրացուի մասին, եւ այդ գաղափարի ոգեշնչման աղբյուր ծառայեց Ենգիբարովի կյանքն ու ստեղծագործությունը։ Ֆիլմը շատ ջերմ ընդունվեց հանրության կողմից եւ եւս մի աստիճանով բարձրացրեց Ենգիբարովի ժողովրդականությունը։ 1964-ին նրան համագործակցության առաջարկ արեց նաև հայազգի մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Ենգիբարովը մեծ ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը եւ նկարահանվեց Փարաջանովի ամենանշանավոր ժապավեններից մեկում՝ մոռացված նախնիների ստվերները կինոֆիլմում։ Ой, я молча считать не хоть назмерзла. Головочко моя бідна, не хоче любити. Прийдет ми суволощено до баби ходити. Обрати, товаришу, турешу. Прошу тебе, не зраді мене, любий, товаришу. А западемо ватарня та Господи Боже. Моя юбки весь слабості легкуват поможе. Ну, раз від застала сонця не видати. Лесно, Ոչ մեկը չի հիշում, որ ամենից լավ դերը կինոյում դա Փարաջանովի մոտ է Ենգիբարովը խաղացել, մոռացված նախնիները ստվերները ֆիլմում, դա գյուղում միշտ մարդիկ կան, որ ասենք միշտ տարօրինակ են կամ ռուսներն ասում են յուրոդիվը, այդպիսի մի կերպար է, որ Փարաջանովն է անշուշտ հնարել եւ որովհետեւ դա այդպիսի կերպար չկա տենց դուրս գրած ուժեղ էլի բանում Կոչուբինսկու մոտ եւ այդ դերը որ այսքան առանց խոսել է խաղում Ենգիբարովն է
ով որ դիտի ֆիլմը, թող ուշադիր նայի, ես հույս ունեմ, որ դուք էլ միգուցե ուշադրությունը մարդկանց կգրավեք այդ հարցին, որտեղ դա իրոք Փարաջանը մի անգամից գնահատել է նրա այդ ունակությունը, որ նա տրագիկ դերասան է իրականում, նա ծաղրացու չի, ծաղրացուն վատ բան չի, բայց նա խորը ավելի, ուզում եմ ասեմ, կերպար է եւ Ապսես որ հետագայում նրանք իհարկե կարող էին էլի շատ բան անել իրար հետ եւ դա շատ շուտ գնաց Ենգիբարը, որ շատ ցավալի է։ Այնուհետև մեկը մյուսին հետևեցին ուրիշ հրավերներ, եւ Ենգիբարովը ժամանակ գտավ նկարահանվելու անվանի ռեժիսորներ Ռոլան Բիկովի, Վասիլի Շուքշինի, Թենգիզ Աբուլաձեի բեմադրած մի քանի ֆիլմերում։ Կինոէկրանը կրկնապատկել էր Ենգիբարովի համբավը, ու թերևս ապագայում նրան սպասում էր նաեւ կինոարտիստի փայլուն կարիերա։ Բայց չնայած դրան, կրկեսը, ծաղրացույությունն ու մնջախաղը մնում էր նրա գլխավոր տարերքը։ Հենց կրկեսին էր նա պարտական իր կայացման ու ճանաչման համար, եւ հենց կրկեսը օգնեց նրան դուրս գալ եվրոպական ասպարեզ ու ձեռք բերել համաշխարհային փառք ու համբավ։ Իմ կարծիքով Ենգիբարյանին պետք էր այդ երկու ֆիլմը չեն բացահայտում լիովին նրա կերպարը, նրան պետք էր տեսնել կենդանի։ Ես համարում եմ, ովքեր նրան կենդանի մանեժում, այս արենայում չեն տեսել, լիովին չեն կարող բացահայտել նրա էությունը, դա միանշանակ է։ 1964 թվականին Լեոնիդ Ենգիբարովը Պրահայում մասնակցեց ծաղրացուների միջազգային մրցույթին ու արդյունքում նվաճեց առաջին մրցանակը՝ Բասի անվան գավաթը։ Դա շլացուցիչ ձեռքբերում էր 29-ամյա երիտասարդի համար, որին ընդամենը մի քանի տարի առաջ չէր ճանաչում գրեթե ոչ ոք։ Այդ հաղթանակից հետո արտասահմանյան կրկեսները բառացիորեն մեծ որս սկսեցին Ենգիբարովի հետևից։ Արևմտյան մամուլը օժտում էր նրան Եվրոպայի լավագույն ծաղրացու, երկիր մոլորակի մեծագույն ծաղրացու եւ ուրիշ հնչեղ կոչումներով։ Անվանի արտիստները նրա ելույթների մասին խոսելիս ընդգծում էին, որ այդ երիտասարդը բացառիկ օժտվածության տերազնավորությունը։ Նույնիսկ ինքը մնջախաղի մեծ վարպետ Մարսել Մարսոն նշում էր, որ Ենգիբարովը մնջախաղի անգերազանցելի հանճար է եւ որ ինքը խոնարհվում է այդ հանճարի առջև։ Սակայն հակառակ այս գնահատականներին բուն խորհրդային միությունում կրկեսային չինովնիկներն ու քաղաքական իշխանությունները մեծ խանդով էին վերաբերվում Ենգիբարովի հաջողություններին։ Ճանաչումը արևմտքում պարզապես կատաղեցնում էր նրանց, եւ նրանք ամեն կերպ առիթ էին փնտրում նսեմացնել ու խանգարել Ենգիբարովի եվրոպական հաղթարշավը։ Թեպետ 60-ականների վերջում նա կարողացավ ելույթներ ունենալ Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Լեհաստանի կրկեսներում։ Այնուհանդերձ նրան համառորեն արգելում էին այցելել Արևմտյան Եվրոպա եւ Ամերիկա, որտեղից անընդհատ նրան կանչում էին հյուրախաղերի։ Գործի բերումով ես տարվա մի քանի ամիսը լինում եմ եվրոպական երկրներում եւ տեսնում եմ այնտեղի ծաղրացուները արտասահմանյան, որոնք երբևիցե չեն տեսել Ենգիբարյանին, կրկնօրինակում են իր համարները։ Հետաքրքրում է, թե որտեղից է դա գալիս։ Երբ են տեսել, երբ են կարողացել ընկալել Ենգիբարյանական էսթետիկան, երբ հարցնում եմ, նրանք ճանապարհ դեպի կրկես, երկու Լեոնիդ երկու այդ ֆիլմից տեսել են այդ ֆիլմը եւ արդեն տպավորություն են ստացել։ Օգտվելով իշխանությունների ցուցաբերած աներկիմաստ վերաբերմունքից գլուխ էին բարձրացրել նաև այն գործընկերները, որոնք վաղուց նախանձում էին ու ատում Ենգիբարովին շշմեցուցիչ հաջողությունների համար։ Ամեն քայլափոխին փնովում էին նրան, վատաբանում ու թերթերում պատվիրում նվաստացուցիչ օդվածներ։ Մոսկովյան կրկեսի ղեկավարությունը եւս ներգրավվեց այդ գործընթացին, նպատակ ունենալով, ինչպես ասում են, տեղը դնել իբր հանդուկն դարձած երիտասարդին։ Ենգիբարովի համբերության բաժակը լսվեց այն ժամ, երբ նրա ուսուցչին ու գործընկերոջը շտողեցին իր հետ մեկնել հերթական արտասահմանյան հյուրախաղերին։ Հուսահատված ու հիասթափված նա դիմում գրեց խորպետ կրկեսից իրեն ազատելու պահանջով,
Ակնառու էր, որ նման ծանրակշիռ վճիռ կայացնելու համար պատճառները շատ են, ու երբ կրկեսից ազատման լուրն առած լրագրողները հարցրին Ենգիբարովին, թե ինչու նա կայացրեց նման որոշում, ապա ինքը հանգիստ պատասխանեց. Բանն այն է, որ ծաղրացուն ի սկզբանե կոչված է լրացնել ներկայացման դադարները։ Կրկեսում ելույթ են ունենում ակրոբատներ, ձեռնածուներ, աճպարարներ, մարմնամարզիկներ, իսկ ծաղրացուն միայն լրացնում է ելույթային համարների միջև գոյացած դատարկ ընդմիջումները։ Նրա խնդիրն է հանդիսատեսի համար աննկատելի դարձնել մանեժի գորգի փոփոխումը, սարքավորումների, ձևավորման դուրսհանումը կամ տեղափոխությունը։ Եվ իհարկե, նա պետք է որոշակի հանգիստ պարգևի հանդիսատեսին այս կամ այն արտիստի ելույթից հետո։ Ինձ մեկ անգամ չէ, որ ասել են, ոմանք չարությամբ, ուրիշները վրդովմունքով, մյուսները խանդով, թե իմ աշխատանքը մանեժում ակամայից դառնում է ողջ ծրագրի մեխը։ Ասել են, որ այդպես չի կարելի, դա սխալ է, ընդունված չէ եւ այլն։ Մի կողմից դա ինձ ուրախացնում էր։ Ստացվում էր, որ ես ոչ թե պարզապես դադարներ լրացնող եմ, այլ արտիստ եմ սեփական դերով ու կերպարով։ Սակայն ես չէի կարող նաև հաշվի չնստել քննադատության հետ։ Ենգիբարովը արժանապատվորեն լքեց կրկեսը, առանց փնովելու եւ բատաբանելու նրա ղեկավարությանը, չնայած որ վերջինիս կազմում շատ մարդիկ դարձյալ չէին դադարում չարախոսել նրան։ Նա հիմնեց Մնջախաղի էստրադային թատրոն եւ շուտով հանդիսատեսի դատին հանձնեց աստղային անձրև կոչվող ներկայացումը, բայց թատրոնի հիմնադրումը շատ դժվար տրվեց նրան։ Մշակույթի նախարարությունը սկզբում շատ սառն էր արձագանքել նման մտադրությանը, իսկ երբ նա ցանկացել էր իր թատերախումբը կնքել Ենգիբարովի թատրոն անունով, նրան պարզապես արգելեցին այդ անել։ Ինչ թատրոնի մասին է խոսքը, անվանեք այն պարզապես անսամբլ, ու սկզբնապես աֆիշներում այդպես էլ նշվում էր՝ անսամբլ։ Երբ սովետական մշակույթ պարբերականում լրագրողներից մեկը հիացած աստղային անձրև ներկայացումով փորձեց տպագրել գովասանական գրախոսական, նրան անմիջապես մերժեցին, ասելով, թե այդ թեման ցանկալի չէ։ 70 թվականին մեծ շուկով օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում պետք է տեղի ունենար գոբելյանական երեկո նվիրված Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին եւ պետք է ներկա գտնվեր Լեոնիդ Բրեժնևը, որը գտնվում էր Երևանում։ Եվ Ենգիբարյանը պետք է մեկ համարով այդ ներկայացմանը օպերայում ելույթ ունենար։ Սկզբից փորձ էր, նա մտադրվել էր, որ կատարեր իր մեդալների համարը։ Գիտեք, իր հանրահայտ մեդալների համարը դա ինքն էր հորինել, երբ ասենք մի հնարկանում էր, ստացվում էր, իրեն մեդալ էր տալիս։ Չէր ստացվում, մեդալը հետ էր տանում։ Երբ անում էր ամենաբարդ տրյուկները, բարդ հնարքները, երբ ստացվում էր ամբողջովին մեդալների մեջ էր։ Նայեցին այդ համարը, բոլորը մոտեցան եւ ասեցին, որ Լեոնիդ Ենգիբարյանը մեկ ուրիշ բան անի, քանի որ դա կարող է ասոցացվել Լեոնիդ Բրեժնևի մեդալների հետ, ամբողջովին նա մեդալների մեջ է։ Կարող է նա չզգա այդ մոմենտը, այդ պահը։ Լեոնիդ Ենգիբարյանը դրեց եւ չորով ասաց. կամ ես պետք է այդ համարը անեմ, կամ էլ ելույթ չեմ ունենա։ Եվ հաջորդ օրը այդ համարը արեց Ենգիբարյանը օպերայում եւ չեք պատկերացնում, ես ինքս նկատում էի, բացի նրանից, որ օգնում էի, գործիքներն էի տալիս Լեոնիդ Գեորգիչին հետ վերցնում, տեսնում էի Բրեժնևի դեմքը։ Նա ամբողջովին այսպես էքստազի մեջ ծիծաղում էր եւ ծափահարում էր։ Ենգիբարյանը մի բան, որ ասում էր, պետք է իր ուզածը։ Այդ միջոցին Լեոնիդ Ենգիբարովի փառքն արդեն հասել էր գագաթնակետին։ Խորհրդային միությունում չկար մեկը, մեծ թե փոքր, ով չգիտեր կամ չէր լսել նրա մասին։ 1972-ին նրա հետ տեղի ունեցավ մի միջադեպ, որն առավել սպառիչ է բնորոշում հասարակ հանրության վերաբերմունքը նրա հանդեպ։ Լեոնիդը եկել էր Երևան ու այցելել իր համար հարազատ դարձած կրկես, ներկայացում դիտելու։ Ինչ որ կերպ հանդիսատեսները տեղեկացել էին, որ դահլիճում ներկա է նաև հանրահայտ ծաղրացում,
Եվ բոլորը, մոռանալով ներկայացման մասին, շարունակ փսփսում էին ու աչքերով մթության մեջ որոնում նրան։ Ի վերջո, մանեժի տեսուչին ոչինչ չէր մնում, քան ընդհատել ներկայացումը եւ հայտարարել. «Հարգելի ընկերներ, այսօր մեր ներկայացմանը ներկա է ծաղրացու Լեոնիդ Ենգիբարովը»։ Ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց ու սկսեց բարձր ծափահարել։ Անակնկալի եկած Ենգիբարովը ստիպված էր դուրս գալ լույսի տակ, սակայն նրան ոչ մի կերպ չէր հաջողվում հանդարտեցնել ուզված մարդկանց։ Եվ այն ժամ նա կատարեց մնջախաղային մի իմպրովիզացիա՝ ի երախտիկ հանդիսատեսների նման վերաբերմունքի։ Նա կրծքավանդակից հանեց իր սիրտը, բաժանեց այն հազարավոր փոքրիկ կտորների ու նետեց դրանք մարդկանց, ինչպես պատմում էին ականատեսները։ Դա մի աննման տեսարան էր, արժանի հիանալի արտիստի տաղանդին։ Նա շատ ուներ երկրպագուներ։ Երբ Երևանում աշխատում էինք այն նույն այդ 70 թվականին, չեք պատկերացնի, ԽՍՀՄ բոլոր կրկեսներից գալիս էին նրան տեսնելու, հատկապես աղջիկները։ Երբ երկուշաբթի օրերը միշտ կրկեսում հանգստյան օրեր էր, այդ օրը Ենգիբարյանը մի ցուցակ էր ինձ տալիս, ումը պետք է դիմավորեմ, ումը պետք է հետ ուղարկեմ։ Լեոնիդ Ենգիբարովի մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, գրախոսականներ ու գրքեր։ Նրա արվեստը, սակայն, ինչպես նաև անձը, պարուրված մնացին իր ժամանակակիցներից առեղծվածային քողով։ Ով էր նա, աշունը սրտում այդ ծաղրացուն, գերերուն թվացող ու գունատ այդ երիտասարդը, ով իր կարճ կյանքի ընթացքում կարողացավ միայնության մեջ տառապող իր հերոսին բնակեցնել տասնյակ միլիոնների սրտերում, տիրել նրանց մտքերին, զգացմունքներին ու հոգուն։ Այնինչ անում էր Ենգիբարովը բեմում կամ մանեժում, չէր տեղավորվում ոչ մի դպրոցի, ժանրի կամ պայմանական այլ դասակարգումների մեջ, այնինչով ապրում էր նա։ Նման չէր եւ ոչ ոքի ապրածին։ Ենգիբարովը քանդեց ու վերակառուցեց աշխարհի ամենահին ու պայմանական արտիստիկ արվեստը՝ ծաղրացույությունը, պարզունակ գժությունների փոխարեն ներարկելով նրա մեջ պոեզիա, հույս եւ փիլիսոփայություն։ Նա սովորեցրեց իր հանդիսատեսին ականջ դնել սեփական խճի ձայնին ու հասկանալ, որ բաղձալի երջանկություն ասածը պետք չէ որոնել ոչ այլտեղ, քան միայն ու միայն սեփական հոգու մեջ, ներդաշնակելով մեծագույն առաքինությունները, բարությունը, սերն ու կարեկցանքը։ Ո՞րն է կյանքի իմաստը։ Այս հարցը շատ մոտ է մեկ ուրիշ հարցի։ Ո՞րն է մարդու երջանկությունը։ Ըստ իս, երջանկությունը դա այն է, երբ անհրաժեշտ ես, օգուտ ես բերում ինչ-որ բանում։ Երջանկությունը ուրախություն է, որ ստանում ես կյանքից։ Եթե ուզում ես աշխատանքիդ մեջ ներդնել ինչ-որ նոր բան, ապա միշտ անխուսափելի է պայքարը ինքդ քո հետ, պայքարը հնացած պատկերացումների, տարատեսակ կարծրատիպերի հետ։ Եվ երբ դու հաղթող ես դուրս գալիս, դու երջանիկ ես։ Այդպես չէ։ Մարդու երջանկությունը, ահա Լեոնիդ Ենգիբարով մարդու եւ արտիստի որոնումների գլխավոր նպատակը։ Նա արդեն շատ վաղ հասկացավ, որ կյանքում, աշխատանքում, սիրո մեջ երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտի կատարելության։ Նա հասկացավ դա եւ ուղարկեց իր տխուր հերոսներին աշխարհի մանեժներում պատմելու մարդկանց երջանկության գաղտնիքը։ Երջանկությունը դա եզրագիծ է, նպատակ, որին գնում է մարդը։ Բայց երջանկությունը նպատակին հասնելը չէ, այլ նպատակին տանող ուղի։ Եվ պետք է միշտ այդպես լինի։ Հասնելով ինչ-որ բանի, մարդ պետք է իր առջև ունենա հաջորդ ճանապարհը, որովհետև երջանկությունը ճանապարհ է, այլ ոչ կանգառ, որովհետև կանգառը նշանակում է ավարտ։ Ես չեմ հավատում երջանիկ ավարտին։ Ես չեմ հավատում happy end-ին։ Ես հավատում եմ երջանիկ ճանապարհին։ Մենք կրկեսի դերասաններս մեր ելույթը ունենում գնում ենք, բայց երբ ծրագրում Լեոնիդ Ենգիբարյանն էր, չէ որ նա պետք է կատարեր 8-ից 10 փոքրիկ ծաղրացողական կլոունադը։ Մենք բոլոր դերասաններս դուրս էինք գալիս այս միջանցքներում եւ տեսնում էինք նրա բոլոր համարները, որտեղ ամեն անգամ նա անում էր յուրովի, իմպրովիզացիան նրա հիմքն էր եւ չէինք կշտանում։ Անձամբ ես իրեն բոլոր համարները, բոլոր ներկայացումների դիտում էի։ Այնպես որ
ասել, որ նա մեծ դերասանն էր, կարծում եմ քիչ կլինի։ Հետո նա սիրում էր գրել, երևի շատերը կարդացել են նրա նովելները։ Նա տեսնում էր կյանքի այս կամ այն կողմը, բացի նրանից, որ դա նա արտացոլում էր իր կրկեսային խաղացանկում, նա նաև գրի էր անում։ Եվ շատերը կարդացել են եւ գիտեն, որ հոյակապ նովելներ է նա գրել։ Ինչպես դառնալ Ենգիբարով, ինչպես դառնալ մոլորակի մեծ ծաղրացու։ Ժամանակին այդ հարցը ուզում էր, ու մինչև օրս էլ ուզում է շատ շատերին։ Նրա մտերիմ ընկերներից մեկը հետաքրքիր ու բարձունակ պատասխան տվեց այդ հարցին։ Ենգիբարով դառնալու համար պետք է հավատալ սեփական եսին եւ ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր ասում են այդպես չեն անում, այդպես չեն աշխատում, այդպես չեն ապրում։ Ոչ, անում են, աշխատում են, ապրում են։ Ենգիբարով դառնալու համար պետք է լինել աղքատ։ Փողը խանգարում է ճանապարհի սկզբում։ Ճապոնական ասացվածք կա, եթե չունես դժվարություններ, գնիր դրանք։ Նա աղքատ էր իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա կոպեկներ էր ստանում իր ելույթների համար։ Ճարպիկ ադմինիստրատորները միշտ խաբում էին նրան, բայց նա նաև առատաձեռն էր իր սիրելի Յադինա Կոկինայի համար։ Նա կարող էր գնել մի դույլ վարդեր, սիրում էր միշտ հյուրասիրել իր ընկերներին։ Ենգիբարով դառնալու համար պետք է հասկանալ, սիրել ու գնահատել նրանց, ովքեր քո կողքին են։ Որև ընկերների հանդեպ նա քնքուշ էր։ Նա պարկեշտ էր, բարի ու վեհանձն։ Կարողանում էր ներել եւ երբեք վրեժխնդիր չէր լինում։ Ենգիբարով դառնալու համար պետք է կարողանալ աշխատել ամբողջ օրը, փորձել, մտածել, կարդալ, որոնել, կրկնել, սխալվելիս նորից կրկնել, սովորել։ Նա արթնանում էր շատ վաղ եւ պարկում էր ուշ, տարապում էր գիշերները, աշխատում էր ժամերով։ Եվ վերջապես Ենգիբարով դառնալու համար պետք է կարողանալ ուշադրություն չդարձնել նախանձող գործընկերների ու մրցակիցների վրա։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ականջին սուտ կամ զազիր մի բան կփսփսան։ Այդպիսիների համար հաճույք է վիրավորել տաղանդավոր մարդուն։ Սակայն Լեոնիդ Ենգիբարովը ներում էր բոլորին։ Նա կարող էր պայթել վրդովմունքից եւ անմիջապես ներել։ Այդպիսին էր ինքը, երկիր մոլորակի մեծ ծաղրացում։ Նա դուրս էր գալիս մանեժ ու մի պահ լուր նայում էր դահլիճին, ապա ժպիտով աչքով անում, կարծես հասկացնելով, թե հիմա զարմացնելու է բոլորին։ Եվ սկսում էին նրա ռեպրիզներն ու մանրապատումները, մեդալները, կոկորդիլոսը, ակրոբատը, ջութակը։ Դահլիճը չէր ծափահարում։ Դահլիճը պայթում էր հիացմունքից, չթողնելով առեղծվածային ծաղրացուին հեռանալ մանեժից։ Մարդկանց թվում էր, թե աշունը սրտում ծաղրացուն էլ երբեք չի լքի նրանց։ Ներկայացումը կավարտվի։ Կմանեն կրկեսային գմբեթի տակ շողացող լույսերը, սակայն կգա հաջորդ օրը, եւ նրանք դարձյալ գալով այստեղ, սրտի թրթիրով անհապեր սպասելու են այն երջանիկ պահին, երբ մանեժին գցած միայնակ աղոտ լույսի մեջ վերջապես կնշվարվեն ծանոթ ու սիրելի դարձած ուրվագծերը։ Այդպես էր եղել միշտ, սակայն մի օր ծաղրացուն չեկավ։ Մարդիկ սպասում էին, իսկ նա չեկավ։ Ու մանեժին գցած միայնակ աղոտ լույսը այդպես էլ մնաց դադարք։ Լեոնիդ Ենգիբարովի կյանքը ընդհատվեց 1972 թվականի հուլիսի 25-ին։ Մամա, ուսքս այրվում է, օգնիր ինձ։ Ցավերի մեջ չչասնա ու 4 ժամ անց մահացավ իր մոր ու բժշկու ձեռքերի վրա։ Մեծ ծաղրացուն վախճանվել էր սրտի կաթվածից, սակայն դա թերևս միայն բժշկության տված չոր ու ցամաք բացատրություն էր։ Իրականում երբեմն ծնվում են մարդիկ, որոնց կյանքը նման է ինքնահրկիզման։ Կանթերի պես նրանք չխնայելով այրում են իրենց սիրտը մարդկությանը լույս պարգևելու համար։ Այդպիսին էր Լեոնիդ Ենգիբարովը, եւ այդպես նա ապրեց իր կյանքը։ Նրա թաղման օրը Մոսկվայում աննախադեպ անձրև էր։ Քաղաքը հեղեղվել էր անձրևաջրով։ Բնությունն ասես լալիս էր։ Լալիս էին նաև հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին նրան վերջին հրաժեշտը տալու։ Լալիս էր Օլեգ Դալը, լաց էին լինում Վասիլի Շուկշինը, Օլեգ Ստրիժենովը։ Փարիզում չէր կարողանում արցունքները զսպել Վլադիմիր Վիսոցկին, ու անընդհատ կրկնում էր. «Չեմ հավատում նրա մահվանը, չի կարող պատահել»։ Պատահեց։ Նա ապրեց ընդամենը 37 տարի, բայց հասցրեց անել այնպես, որ մարդիկ հմայվեն իր սրտի աշունով։ Իրանում մի ռեպրիզով նա ասում էր մարդկանց. «Մի տխրենք, ես ձեզ հետ եմ, մի թախծեք, հիշեք ինձ»։
Եթե պետք լինի, ես կգամ ձեզ օգնելու, միայն թե հիշեք ինձ, եւ ես կհայտնվեմ ձեր առջև։ Եվ իսկապես, բավական է միայն փակել աչքերը ու փորձել վերհիշել, եւ նա մեծ ծաղրածում կհառնի նրա հայացքի առջև, քանզի անհնար է մոռանալ նրա արվեստը։ Վլադիմիր Շահիջանյան